Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ։ Այսօր 2025 թվականի հուլիսի 1-ն է։ Ուրեմն իմ հետևորդներին ցանկանում եմ տեղեկացնել, որ ես առաջիկայում մի քանի օրից Ստեփանավան քաղաքում պետք է ունենամ եթեր եւ իմ YouTube-յան եթերի ժամանակ պետք է հարցազրույց վերցնեմ Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս, դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, վաստակաշատ բժշկուհի Անահիտ Պետրոսյանից։ Մասնավորապես Անահիտ Պետրոսյանը հենց ինքը իր նախաձեռնությամբ զանգահարել էր ինձ եւ ինքն է ցանկություն հայտնել ինձ հետ ունենալ հարցազրույց եւ բնականաբար ես չեմ մերժել բժշկուհի Անահիտ Պետրոսյանի կողմից ինձ հետ զրույց ունենալու այդ առաջարկը, այդ ողջամիտ առաջարկը։ Այդ մեր հարցազրույցի մանրամասների մասին կխոսի հենց ինքը բժշկուհի Անահիտ Պետրոսյանը մեր հարցազրույցի ժամանակ եւ կցանկանայի նաեւ տեղեկացնել, որ ինչպես արդեն նշեցի, ես հեռախոսով բավականին երկար զրուցել եմ բժշկուհի Անահիտ Պետրոսյանի հետ։ Facebook-ում բժշկուհի Անահիտ Պետրոսյանը ունի Facebook-յան էջ հետևյալ վերնագրով՝ հոգեկան առողջության վերականգնում։ Պետք է փաստեմ, որ բժշկուհի Անահիտ Պետրոսյանը ամենևին էլ հոգեբույժ կամ հոգեբան չէ, ինչպես բժշկուհի Անահիտ Պետրոսյանի այդ Facebook-յան էջի կոմենտներում են սխալմամբ գրել։ Բժշկուհի Անահիտ Պետրոսյանը սրտաբան է, սա ի գիտություն որոշ մարդկանց։ Ես ինքս էլ կենթանասեր եմ եւ անընդունելի ու անթույլատրելի եմ համարում բժշկուհի Անահիտին ուղղված չփաստարկված մերկապարանոց եւ մտածածին մեղադրանքներն ու նողկալի վիրավորանքները։ Հորդորում եմ զերծ մնալ բժշկուհի Անահիտ Պետրոսյանին ուղղված նողկալի վիրավորանքներ գրելուց։ Բժշկուհի Անահիտ Պետրոսյանը իր Facebook-յան գրառմամբ որևէ մեկին չի վիրավորել։ Դուք կարող եք քաղաքակիրթ կերպով փաստարկված քննադատել մարդուն առանց մարդու անձը վիրավորելու եւ նսեմացնելու։ Ես պատրաստակամություն եմ հայտնում անշահախնդիր աջակցել եւ սատարել բժշկուհի Անահիտ Պետրոսյանին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կյանքը բարելավելուն ուղղված քո ողջունելի նախաձեռնությունների մասին իմ YouTube-յան ալիքով բարձրաձայնելու հարցում։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ բժշկուհի Անահիտ Պետրոսյանը իր Facebook-յան գրառման մեջ ոչ մի բառ անգամ չի գրել, որ պետք չէ սիրել կենդանիներին։ Այլ նրա ասելիքի իմաստն է եղել, որ մարդիկ խոցելի կարգավիճակում գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հանդեպ նույնպես ցուցաբերեն այն սիրո եւ հոգատարության գոնե 1%-ը, որը ցուցաբերում են կենդանիների հանդեպ։ Ցանկանում եմ նաև նշել, որ բժշկուհի Անահիտ Պետրոսյանը բավականին հետաքրքիր եւ ողջունելի նախաձեռնությամբ է հանդես եկել։ Ես բժշկուհի Անահիտ Պետրոսյանին միտումնավոր դուքով չեմ դիմում, որպեսզի մեր զրույցն ավելի մտերմիկ եւ անկաշկանդ մթնոլորտում ստացվի։ Ես համամիտ եմ քեզ հետ, այո, հասարակությունը պետք է սատարի եւ կարեկցի մեր շրջապատում գտնվող խոցելի կարգավիճակում գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց եւ պետք չէ նսեմացնել ու նվաստացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արժանապատվությունը։ Յուրաքանչյուր ողջամիտ անձ, այդ թվում նաև ես, անշուշտ ողջունում եմ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կյանքը բարելավելուն ուղղված բժշկուհի Անահիտ Պետրոսյանի ողջամիտ նախաձեռնությունները եւ պատրաստ եմ իմ հնարավորությունների չափով սատարել եւ աջակցել բժշկուհի Անահիտ Պետրոսյանին։ Ես լինելով Լոռու մարզում հայտնի բլոգեր, պատրաստակամություն եմ հայտնում բժշկուհի Անահիտ Պետրոսյանին տրամադրել անվճար հարթակ, որպեսզի բժշկուհի Անահիտ Պետրոսյանը իմ YouTube-յան ալիքով բարձրաձայնի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կյանքը բարելավելուն ուղղված իր ողջունելի նախաձեռնությունների մասին։ Հանրությանը տեղեկացնում եմ, որ իմ եւ բժշկուհի Անահիտի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ես հասկացա, որ բժշկուհի Անահիտը բավականին կիրթ, բանիմաց, զարգացած եւ խելացի անձնավորություն է։ Պարզապես նրա Facebook-յան փոստում տեղ գտած ճիշտ չձևակերպված որոշակի ձևակերպումները հանրության շրջանում թյուրընկալումների եւ թյուրըմբռնումների տեղիք չէր տա, եթե բժշկուհի Անահիտ Պետրոսյանն իր Facebook-յան փոստում չհիշատակեր որոշ անհարկի ձևակերպումներ։ Այդ մասին մեր հեռախոսազրույցի ժամանակ ես
արդեն իսկ հանգամանորեն խոսել եմ բժշկուհի Անահիտ Պետրոսյանի հետ։ Բժշկուհի Անահիտ Պետրոսյանի Facebook-յան փոստում տեղ գտած ճիշտ չձևակերպված որոշակի դիտարկումների արդյունքում անհարկի թիրախավորվել են որոշ անձինք, այդ իսկ պատճառով հանրության շրջանում այդ Facebook-յան փոստի տակ զետեղված գրառումը թյուրընկալումների եւ թյուրըմբռնումների տեղիք է տվել։ Ինչևիցե, բժշկուհի Անահիտ ջան, ես վստահ եմ, որ ես քեզնից դեռ շատ բան կսովորեմ եւ քեզ հետ ունեցած ուսուցողական զրույցներն անշուշտ կնպաստեն, որ ես ել ավելի հարստացնեմ իմ գիտելիքների պաշարը։ Հանրությանը տեղեկացնում եմ, որ իմ եւ բժշկուհի Անահիտ Պետրոսյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ մենք արդեն իսկ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ առաջիկայում Ստեփանավանի Գողտրիկ բնության գրքում ես պետք է բժշկուհի Անահիտ Պետրոսյանից հարցազրույց վերցնեմ եւ տեղադրեմ իմ YouTube-յան ալիքում եւ իմ Facebook-յան էջում։ Բժշկուհի Անահիտ Պետրոսյանի հետ կայանալիք մեր հարցազրույցի ընթացքում մենք արծարծելու ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կյանքը բարելավելուն ուղղված բժշկուհի Անահիտ Պետրոսյանի ողջունելի նախաձեռնությունների իրագործման ուղղված նրա ողջամիտ դիտարկումների մասին։ Ես լիովին համամիտ եմ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կյանքը բարելավելուն ուղղված բժշկուհի Անահիտ Պետրոսյանի ողջամիտ դիտարկումների հետ։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք գտնվում են խոցելի կարգավիճակում եւ ունեն հանրության ուշադրության կարիքը։ Պետք է սատարել եւ կարեկցել խոցելի կարգավիճակում գտնվող մարդկանց, այլ ոչ թե նվաստացնել ու նսեմացնել խոցելի կարգավիճակում գտնվող մարդկանց արժանապատվությունը։ Դժբախտաբար բանտերում նույնպես կան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, ովքեր բանտերի բուժանձնակազմի կողմից պատշաճ եւ արդյունավետ բուժօգնություն չեն ստանում, այդ պատճառով էլ բանտերում ցավոք հաճախակի են դարձել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կալանավորների եւ դատապարտյալների ինքնասպանությունների դեպքերը։ Բժշկուհի Անահիտ Պետրոսյանի հետ կայանալիք մեր հարցազրույցի ժամանակ ես իմ կողմից վկայակոչված այս խնդիրների մասին նույնպես հանգամանորեն կբարձրաձայնեմ եւ կանդրադառնամ հասարակությանը մտահոգող բազմաթիվ կարեւորագույն հարցերի։ Վստահ եմ, որ մեր կառուցողական երկխոսության արդյունքում անշուշտ կծնվի ճշմարտությունը, որը կնպաստի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կյանքի որակը բարելավելուն։ Այսքանը սպասեք, առաջիկայում սպասեք իմ եւ բժշկուհի Անահիտ Պետրոսյանի միջև տեղի ունենալիք մեր բավականին հետաքրքիր հարցազրույցին։ Առայժմ այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։